Հարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում։ Այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Հանրապետություն կուսակցության նախագահ Հայաստանի թիվ 1 հակառուս Արամ Սարգսյանը, որի քաղաքական գաղափարախոսությունը հիմնված է Ռուսաստանի դեմ, պարզվում է իրական կյանքում ընդունում է, որ Հայաստանը չի կարող փոխվել Ռուսաստանից, քանի որ մեր տնտեսությունն իր բոլոր թելերով կապված է ռուսական շուկայի հետ։ Հայ գործարարներից մեկը, որը վերջերս հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի հետ, մեզ պատմեց, որ մասնավոր զրույցներում Զավենիչն ընդունել է եւ խոստովանել, որ Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի մշուշոտ է, քանի որ մեր տնտեսությունը գրեթե ամբողջովին կախված է ռուսական շուկայից։ Իդեպ այդ կախվածությունը հատկապես մեծացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Երկրորդ նախագահը օրինակ իր վերջին ասուլիսում նշեց, որ 2025 թվականին Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում 8 կազմակերպություն իրենց բիզնես գործունեությունը իրականացնում են ՌԴ-ի հետ ներկրումների եւ արտահանումների միջոցով։ Արամ Սարգսյանի մասին այս հրապարակում ես չգիտեմ գործարարը որքան է ճիշտ ասել, որքան է ավելացրել, պակասեցրել, բայց այն որ այս մարդը, ասենք, գաղափարական արևմտամետ չէ, այն որ այս մարդը որևէ գաղափար չունի եւ իր գաղափարը կանաչ գույնի է եւ Ֆրանկլինի նկարով է, ակնհայտ է, եւ այն որ այս մարդը կարող է հակառուսից դառնալ, ասենք, ռսաստրուկ կամ ինչպես իրենք են ասում ռսի սապոգ լիզող, իր անցյալն է նաեւ ցույց տվել։ Ես հիշեցնեմ, որ 2001 թվականին, երբ նոր էր հեռացվել վարչապետի պաշտոնից, մեկ տարի երևի թե չկար, այս մարդը շատ ուղիղ խոսում էր օրվա իշխանությունների դեմ, դրա մասին նաև տեսանյութ կա, եւ ասում էր, որ ինքը դեմ է կոմպլեմենտար քաղաքականության, ինքը դեմ է արևմուտքի հետ հարաբերություններ ունենալուն, ինքը կարծում որ միայն պետք է Ռուսաստանի հետ ունենալ հարաբերություններ եւ հատկապես առանձնացնում է ռուսական բանակի դերը Հայաստանի սահմանների պաշտպանության գործում։ Այն ժամանակ ես վստահ եմ, որ այն ժամանակ էլ ռուսամետ չի եղել, ուղղակի նոր իշխանության համը բերաններ ընկել, Ռոբերտ Քոչարյանն էլ բռնեց այդ համը կտրեց, այս մարդը ակնկալիք ուներ, որ Ռուսաստանի աջակցությամբ կարող է վերադառնալ իշխանության։ Դա էր իրեն մոտիվացնում այդպես ռսաստրուկի կարգավիճակով Երևան։ Հիմա էլ հակառուս է, որովհետև ռուսները չօգնեցին կամ չեն էլ կարող օգնել գալ իշխանության, եւ մարդը որոշեց, որ հիմա չեք օգնում գամ վերադառնամ իշխանության, որին ինքը արժանի էլ չէր, որովհետև եթե չլիներ իր եղբոր սպանությունը դաժան, եղբոր արյունը չլիներ, Արամ Զավենիչին ով էր վարչապետի պաշտոնում նշանակելու, մարդը Արարատի ցեմենտի գործարանի տնօրենն էր եւ լավ էլ վարի էր տալիս այդ գործարանը, վնասով էր աշխատում, դժվար թե նման գործարանի տնօրենին որևէ մեկը վարչապետ նշանակեր, եթե չլիներ այդ հանգամանքը ծանրագույն իրավիճակը պետության, որում գտնվում էր Հայաստանը։ Հիմա էլ ինքը հակառուս է դարձել, որովհետև ակնկալիք ունի, որ ամերիկացիները կօգնեն իրեն իշխանության գալ, բայց ես վստահեցնում եմ, ամերիկացիները շատ ավելի հիմար չեն, քան ռուսները, եւ ամերիկացիները վստահաբար չեն պատրաստվում օգնել Զավենովնային գալ իշխանության։ Եթե իհարկե իշխանությունը ինչ-որ գյուղապետի մակարդակի մասին չէ, գյուղապետ կարող է օգնեն դառնալ իրենց դավալույում։ Հրապարակ թերթը գրում է. Իշխանությունը բարձրաձայնում է իր վախերը շուրջ մեկ շաբաթ է իրար հերթ չտալով քարոզչական տերոր են իրականացնում, թե խորհրդարանական ուժերին հայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները Գյումրի 2 են ուզում իրականացնել։ Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին, թույլ չտալով, որ քաղաքացիական պայմանագիրն այնտեղ իշխանություն վերցնի։ Փաշինյանն ու նրա խմբակը հետընտրական այս կոնսոլիդացիան փորձում են ներկայացնել որպես մի արատավոր, հրեշավոր իրողություն։ Մինչդեռ դա բնական երևույթ է, որ իշխանությունը տապալելու համար ընդդիմադիրները միմյանց հետ համագործակցում են, կոալիցիա կազմում, հուշագրեր ստորագրում եւ համատեղ վերցնում են իշխանությունը։ Իրականում այս քարոզչության թիրախը գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է, որը դիրքավորվել է նախկինների եւ ներկաների արանքում ու բոլոր շանսերն ունի իր շուրջ համախմբում ապահովելու եւ իշխանությունը վերցնելու հարցում։
Գյումրի երկուսի մասին թմկահարմամբ իշխանությունները թերևս փորձում են հանրության մոտ կարծիք ստեղծել, թե Սամվել Կարապետյանն էլ է նախկին ու շատ չի տարբերվում Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին հորինված կերպարներից։ Իրականում պարզ է, որ իշխանությունը սարսափում է այս սցենարից, հակառակ դեպքում անխնա հակաքարոզչություն չէր իրականացնի։ Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Գյումրու սցենարը այս պայի տվյալներով 99% կրկնվելու է եւ դա ասեմ վատ սցենար չի, դա քաղաքական համագործակցության մասին է խոսում, ընդդիմադիր ուժերը ուրիշ ճանապարհ գուցե չունենան էլ իշխանության գալու, այսինքն այս պայն դեռ 50+1 որևէ ուժ չունի եւ դա ասեմ լավ է որ չունի, ինչու, որովհետեւ ավելի լավ է համագործակցաբար տարբեր ուժեր վերցնեն իշխանություն եւ բալանսավորեն իրար փող զսպեն, քան թե մի ուժը, որտեվ այս ներկա սահմանադրությունը մեկ ուժի պարագայում ուղղակի բռնապետություն է ստեղծում, մեկ ուժ գա եւ վերցնի իշխանություն եւ դառնա այսօրվա իշխանության նման պատուհասի իհարկե չի դառնա, որովհետեւ առնվազն ընդդիմադիրների դաշտում, այս թվարկված ուժերի դաշտում ովքեր շանս ունեն իշխանության գալու խորհրդարան անցնելու դավադիրներ չկան, բայց բացարձակ իշխանությունը փչացնում է բոլորին։ Եվ այս սահմանադրությամբ բացարձակ իշխանությունը ցանկացածին կփչացնի, ինչը լավ կլինի, որ կոալիցիոն իշխանություն ձևավորվի։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները մտադիր են падգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու։ Գեգամ Գևորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թադևոս Ավետիսյանը պետք է ոչ միայն падգամավորական մանդատից հրաժարվի, այլև դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։ Այս պահին ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը Հայաստան խմբակցության падգամավոր է, սակայն ըստ ամենայնի առաջիկա ընտրությունների թեկնածուների ցուցակում չի լինի։ Փաստ թերթը գրում է. Ընդդիմադիր գործիչներից մեկը ողջունելով գյումրեցիներին եւ հայրաքաղաքի հարակից գյուղերի բնակիչներին ասել է, թե ուրախ է, որ այցելել է նրանց գյուղ։ Մարդն անգամ տեսանյութ է հրապարակել, որ Գյումրի քաղաքի մոտակա գյուղերով շրջելով հասել է հայրաքաղաք, կիսվել է դրական տպավորություններով, նշել է, որ ուրախ է գյուղ այցելելու համար։ Ի վերջո հայրաքաղաքի շուրջ բազմաթիվ գյուղեր կան։ Թվում է աղմկելու բացարձակ բան չկա, մի գյուղի չափ երկիր ենք, բայց մեր իրականությունում միայն ընդդիմադիր գործիչ լինելը բավական է համապետական սեյսմիկ ալիք բարձրացնելու համար։ Թվում է մարդու խոսքում հնչած նորմալ սովորական բառը հանկարծ դարձավ ազգային անվտանգության հարց։ Եվ ահա իշխանական քարոզչամեքենան միմյանց միացրեց շտապ ռեժիմը, սոցցանցերում սկսվեց հերթական ներկայացումը, վիրավորված ինքնասիրություն, պատմական հիշողության պահապաններ, մշակույթի հանկարծակի սիրահարներ, վերլուծություններ, ստատուսներ, խորաթափանց բացահայտումներ։ Պարզվում է անգամ ճիշտ տեղում հնչած մեկ բառով կարելի է վիրավորել քաղաքը, պետությունը, մշակույթը եւ երևի նույնիսկ կումայրի հնագույն շերտերը։ Հասկանալի է ում մասին է խոսքը, մեր ձեւով շարժման ներկայացուցիչն է նման հայտարարություն արել։ Իհարկե չեմ կարծում չարամտություն կա կամ գյումրեցիներին վիրավորելու մտադրություն կար այդտեղ, բայց մյուս կողմից քաղաքական գործիչները, նրանք ովքեր հատկապես անփորձ են եւ դժվար է ասել, որ լիարժեք քաղաքական գործիչներ են, իրենց հրապարակային խոսքում պետք է ուշադիր լինեն ոչ թե այն իմաստով պարզ է, չէ, որ որևէ մեկը չի ուզում բնակության որևէ հատվածի վիրավորել։ Ուշադիր լինեն այն իմաստով, որ իշխանությունը չկարողանա դա օգտագործել։ Ընդհանրապես աշխարհը դարձել է ռիլերի, շորթերի աշխարհ, 10-15 վայրկյանանոց խոսքը ավելի ազդեցիկ է, քան գուցե կես ժամ, 1 ժամ, 2 ժամ տևող հարցազրույցը, այնպես որ քաղաքական գործիչները պիտի հենց 10-15 վայրկյանի տրամաբանությամբ էլ չասեն խոսքեր, որոնք կարելի է կտրել այդ մի քանի վայրկյանի օգտագործմամբ շահարկել, սա շատ դժվար է իհարկե, բայց մյուս կողմից պարտադիր պայման է։ Երկրորդը իհարկե, եթե անգամ վրիպակ է եղել, որևէ խնդիր չկա ներողություն խնդրել մարդկանցից, ում վիրավորել է, դա իհարկե ՔՊ-ի մասին չի խոսքը, սրանք վերջի սրիկայություններն արել են, հաստատ դրանից վիրավորվող չեն, բայց եթե կան գյումրեցիներ, ովքեր վիրավորվել են, կարելի է շատ հանգիստ ներողություն խնդրել, առաջ անցնել եւ չփորձել մարդկանց ինչ-որ բան համոզել, որը այդպես չի։ Հրապարակ թերթը գրում է.
Ինչպես տեղեկացրել ենք, ներկուսակցական ընտրություններից հետո ԿՊ-ում արշալույսները խաղաղ չեն, պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով, եւ հիմնավոր կասկածներ, որ ԿՊ թեկնածուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք անբացատրելի ցածր։ Մեզ ասացին, որ որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել, որպեսզի քննարկեն այս քվեարկության արդյունքները եւ բացահայտեն զեղծարարներին։ Գուցե հարցը քննարկեն առաջիկա 5 շաբթի կուսակցական նախաձեռնող նիստի ժամանակ։ Միևնույն ժամանակ ԿՊ շարքերում վստահ են, որ զեղծարարությունների բացահայտման գործընթաց չի լինելու, հո աշխարհով մեկ չեն խայտարակվելու, որ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծվում, եւ Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն բոլորին կուտ է տալու, ասելով, թե կարևոր չէ ով որ տեղում է, իրենց հաղթանակի պարագայում ոչ մեկն անգործ չի մնա, չգնահատված չի մնա։ Նա բոլորից լավ է հասկանում, որ հակառակ դեպքում աբիժնիկներն ընտրությունները կբոյկոտեն, չեն աշխատի, նույնիսկ կարող են հակառակորդների օգտին աշխատել եւ հիմա յուրաքանչյուր ձայնի եւ յուրաքանչյուր ձայն բերողի համար կյանք է տալիս։ ԿՊԱ-ականների պարագայում չեմ պատկերացնում հակառակորդների օգտին աշխատել ինչ կտա։ Ես հիշեցնեմ, որ Վահագն Ալեքսանյանի հայտնի հայտարարություններից հետո ԿՊ-ն ձևակերպվեց որպես ուսապարկերի խմբակցություն, ասենք ուսապարկը ում օգտին աշխատի, այդ մարդը ձայն կհավաքի, ում համար պարզ չի, որ քաղաքացիական պայմանագիրը դա Նիկոլ Փաշինյանն է, ում համար պարզ չի, որ եթե Նիկոլ Փաշինյանը ուզենա որևէ մեկին հանել դնել այնտեղ, ասենք կարա, չէ, հիմա Վահագն Ալեքսանյանն կարծեմ 5-րդ տեղն է զբաղեցրել։ Կարա Վահագն Ալեքսանյանին հանի, Չալո շանը դնի, ով է դժգոհելու, ասենք լուրջ չի էլի պատկերացնել, որ ԿՊ-ից միջև էս ԿՊ-ում մնացածները կդժգոհեն։ Այնպես որ թող պատրաստվեն, նաև վստահ եմ, որ ԿՊԱ-ականները հասկանում են, որ իրենք իշխանություն չեն լինելու, այս իմաստով են նաև անհանգստացած, որովհետև եթե վստահ լինեին, որ իշխանության վերարտադրությունը երաշխավորված է, ապա ամեն մեկը մի պաշտոն կստանար այդ դեպքում։ Հիմա հասկանում են, որ վերարտադրության շանս չկա եւ այն փոքրաթիվ ձայներով խորհրդարան անցնողներ իրենք են մանդատ ունենալու եւ ուրիշ լծակներ չեն ունենալու։ Իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը չգնա այնպիսի կեղծարարությունների, որ անգամ 95 թվականի ընտրությունները կազմակերպողների բերանը բաց մնա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Սևան բժշկական կենտրոնի կասեցված լիազորություններով տնօրեն Արամ Նիկողոսյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ իր ընկեր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ փետրվարի 16-ին մասնակցել է Հիվանդանոցի ԿՏ-ի կաբինետի բացման արարողության այն դեպքում, երբ Նիկողոսյանի լիազորությունները փետրվարի 6-ի դրությամբ արդեն հենց նույն նախարարի հրամանով դադարեցված են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով։ Արմլուր-ԵՄ-ի հարցման պատասխան հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ Արամ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված խոշոր չափով գույքի հափշտակության եւ խմբի կազմում փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։ Նրա պաշտոնավարումը կասեցված է փետրվարի 6-ից կոմիտեի պահանջով։ Ըստ որոշ տեղեկությունների տնօրենը նաեւ աշխատանքի է ընդունել իր հարազատին, ով աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երեք ազգային ժողովի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստ բժիշկներ, որոնք պահանջում էին խորհրդարանական լսումներ անցկացնել առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման թեմայով։ Նրանց համոզմամբ ծրագիրը բժշկական հանրության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց առ այսօր հստակ պատասխաններ չեն տվել։ Մենք պահանջում ենք բաց մասնագիտական քննարկում ազգային ժողովում, չի կարելի նման ծավալի ռեֆորմ իրականացնել առանց ոլորտի լայն մասնակցության։ Մեզ ասում են հարմարվեք, բայց մենք ուզում ենք հասկանալ ինչին, նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։ Մեկ այլ բժիշկ ընդգծեց. համապարփակ ապահովագրությունը կարող է լինել արդյունավետ գործիք, բայց ներկայիս տարբերակով այն բազմաթիվ ռիսկեր է պարունակում, սկսած ֆինանսավորման մոդելից մինչև բժշկական կազմակերպությունների բեռի ավելացում, մինչև այդ հարցերը չքննարկվեն, մենք չենք կարող լռել, ասել է ակցիայի մեկ այլ մասնակից։ Այսօր այսքանն էինք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։
Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48